Բարև ձեզ սիրելի բարեկամներ, հանրային հեռուստատեսության եթերում շաբաթվա սպորտն է եւ այսօրվա հյուրս է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Գյուլյան։ Պարոն Բաղդադյան, ըմբշամարտը մեր ավանդական հենակետային մարզաձևն է։ Մենք ավանդաբար հրաշալի արդյունքներ ենք ունեցել, լավ հաղթանակներ, բայց նաև ունենք խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն եւ որոնց մասին այսօր մենք կզրուցենք։ Նախ ուզում եմ գործընկերներից պատրաստած տեսանյութը դիտել, որից հետո վերադառնանք եւ քննարկենք այս մրցաշրջանը։ Խնդրեմ։ 2025 թվականի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը մոտենում է եւ մեր ըմբիշներն արդեն պատրաստվում են իրենց խոսքն ասել Բրատիսլավայի գորգերին։ Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնում 17 ըմբիշով։ Մրցանակային տեղերի համար պայքարը լինելու է բարդ, բայց նաև շատ հետաքրքիր, քանի որ յուրաքանչյուր ըմբիշ պատրաստ է ցույց տալ իր լավագույն որակները։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը վստահ է, որ իր թիմը պատրաստ է պայքարելու ամենաբարձր արդյունքների համար։ Արտուրը ճակատային մասը պարապմունքի ժամանակ վնասվեց, մինչև ոսկորը բացվելով 4 քար տվեցին, անցել է նորմալ է։ Բոլոր դեպքերում տղաները պատրաստ են անգամ այդպիսի վիճակում պայքարեն, մասնակցեն եւ անեն մաքսիմալ հնարավորությունը։ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը 8-րդ ոսկու հետևից է գնում 97 կիլոգրամ քաշային Արթուր Ալեքսանյանը։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Եվրոպայի գործող չեմպիոն 77 կիլոգրամ քաշային Մարխա Սամոյանը, աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր 67 կիլոգրամ քաշային Սլավիկ Գալստյանը եւս հաղթանակի հետևից են գնում։ Օլիմպիական պայքարում մի քիչ իմ համար ծանր ստացվեց, չկարողացա մեդալ նվաճել։ Հոգեբանական դրանցում մի քիչ ծանր վիճակում էի, մի քիչ դժվար եղավ վերականգնվելը, բայց այս պահին ինձ թվում է նորմալ մարզավիճակում եմ, կփորձեմ Եվրոպայի առաջնությանը անել այն ինչ որ այսքան ժամանակ չի ստացվել։ Արդեն հայտնի անունների կողքին կլինեն նաև նորերը։ 55 կիլոգրամ քաշային Մանվել Խաչատրյան, 60 կիլոգրամ քաշային Կարապետ Մանվելյան, 63 կիլոգրամ քաշային Կարեն Ասլանյան, 72 կիլոգրամ քաշային Շանթ Խաչատրյան, 82 կիլոգրամ քաշային Սամվել Գրիգորյան, 87 կիլոգրամ քաշային Կարեն Խաչատրյան եւ գերծանր քաշային Դավիթ Օվասափյան։ Նրանք նրանից ավելի փորձառու են, ավելի մեծ դիտողների են հասել, մենք նրանցից շատ բան ենք սովորում, մեզ մեզ շատ օգուտ է տալիս։ Այս ըմբիշները պատրաստ են իրենց համառությամբ եւ ուժով խախտել մրցակիցների պաշտպանական դիրքերը եւ գրանցել պատմական հաղթանակներ։ Հայաստանի ազատ ոճի ըմբիշները նույնպես պատրաստ են ընդունել բարձրագույն մարտահրավերները։ Մրցավայր են մեկնում 57 կիլոգրամ քաշային Մանվել Խնձրցյանը, 61 կիլոգրամ քաշային Արսեն Հարությունյանը, 65 կիլոգրամ քաշային Վազգեն Թևանյանը, 70 կիլոգրամ քաշային Արման Անդրեասյանը, 74 կիլոգրամ քաշային Նարեկ Հարությունյանը, 79 կիլոգրամ քաշային Հայկ Պետիկյանը եւ 97 կիլոգրամ քաշային Գուրգեն Սիմոնյանը։ Տրամադրված ենք մարտական, պատրաստվել ենք ու տարվա սկզբից հավաքներով, ընդհանուր ֆիզիկական, միջազգային մրցաշարերով։ Հայաստանը միշտ ունեցել է ուժեղ ազատ ոճի ըմբիշներ եւ այս տարի նույնպես նրանք պատրաստ են իրենց լավագույն կողմերով դրսեւորել։ Ըմբիշներից յուրաքանչյուրն ունի իր նպատակները եւ պատրաստ է պայքարելու առանց նահանջի։ Փառք Աստծո, ոչ մի վնասվածքներ չկա, տրամադրությունը շատ լավ է։ Այս անգամ փորձելու եմ նվաճել 5-րդ ոսկին։ Նախորդ տարի մեր ընտրանին Եվրոպայի առաջնությունից վերադարձավ 6 մեդալով, 4 ոսկե եւ 2 բրոնզե։ Իսկ այս տարի նրանք պատրաստ են բարելավել այդ ցուցանիշը, ապացուցելով, որ Հայաստանի անվան հետ մրցավազքում կարող են հաղթել միայն լավագույնները։ Մենք վերադառնում ենք տաղավար եւ շարունակում ենք զրուցել Արայիկ Բաղդադյանի հետ։ 2024 թվականը բավական լավ տարի էր շահմարտի համար։ Մենք օլիմպիական մեդալներ ունեցանք, արծաթ եւ բրոնզ, մենք Եվրոպայի չեմպիոններ ունեցանք, մենք տարբեր տարիքային խմբերում հաղթողներ, մրցանակակիրներ ունեցանք։ Ինչպես ամփոփեցիք տարին ֆեդերացիայում եւ ինչ գնահատական տվեցիք։ Տարին կարելի ասել, պարոն Գյուլյան, հաջողված էր, միայն որ սպասելիքները շատ մեծ էր Արտուր Ալեքսանյանից ոսկու համար, վերհանդիսատեսնել, մարզասերն գիտի, որ ինչ է կատարվել, ոնց եղավ մինչև հիմա կարող եմ ասել դատական պրոցեսների մեջ է,
այդ գործընթացը Արտուր Ալեքսյանի գոտեմարտի դա էր, որ սպասելիքները մեծ էր Արտուրից օլիմպիական չեմպիոն դառնալու եւ Ազատ Ոչիայիններից եւ Արսեն Հարությունյանից եւ Վազգեն Թևանյանից կային սպասելիքներ, որպեսզի գոնե նրանք կարող էին մեդալ նվաճել, բայց երկուսն էլ երկրորդ գոտեմարտում կարելի ասել չնչին սխալի պատճառով պարտվեցի եւ դուրս մնացի մեդալային պայքարից։ Իսկ ընդհանուր առմամբ բոլոր տարիքային խմբերում էլ ունեցել ենք Եվրոպայի ու աշխարհի չեմպիոններ, մրցանակակիրներ, 61 մեդալ, եթե չեմ սխալվում, անցած տարի մեր մարզիկները Հունարոմեական եւ Ազատ այդքան մեդալներ են, ընդհանուր նորմալ էր, բայց այսօր լինում են խնդիրներ։ Դրանց մասին կխոսենք, հիմա եկեք այսպես 2025 թվականը պաշտոնապես նոր օլիմպիական ցիկլի սկիզբն է։ Հասկանալի է, պրոֆեսիոնալների համար օլիմպիական ցիկլը սկսվում է օլիմպիական խաղերից անմիջապես հետո հաջորդ օրվանից։ Բայց պաշտոնապես հիմա ենք տվել մեկնարկը եւ առաջին լուրջ փորձությունը Եվրոպայի առաջնությունն է, որը անմիջապես մի քանի օր հետո մեկնարկելու է Սլովակիայում եւ տալու է որոշակի հարցերի պատասխան։ Այն է, ինչ սերնդափոխություն կա արդյոք թե ոչ հավաքականներում սերնդափոխություն եւ ինչ հավաքականներ են մեկնում այս առաջնությանը մասնակցել։ Մեր հավաքականների մասին։ Այո, մեր հավաքականների։ Սկսենք առաջին Ազատ ոճից, որտեղ առաջին նրանք են մասնակցում, Ազատ ոճայինների մոտ կարելի ասել սերնդափոխություն չի եղել, բոլոր նույն հիմ մեր մարզիկներով ունեցել են, կարող եմ հանդիսատեսնել, ներկայացնել 57 կիլոգրամում կմասնակցի Մանվել Խնձրցյան, երիտասարդների եւ մեծահասակների Եվրոպայի մրցանակակիր, 61 կիլոգրամ փորձարու Արսեն Հարությունյան, կարելի ասել գնում է 5-րդ ոսկու հետևից, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի երակի մրցանակակիր, Վազգեն Թևանյանը նույնպես գիտենք փորձարու Եվրոպայի չեմպիոն, աշխարհի մրցանակակիր, Արման Անդրեասյան նույնպես Եվրոպայի չեմպիոն, աշխարհի մրցանակակիր, այնտեղ ունենք երիտասարդ մարզիկ, որ ինքը երիտասարդների մեջ մրցանակակիր է եղել Նարեկ Հարությունյան, այլ ասել առաջի անգամ մասնակցելու մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, միակ փոփոխությունը դա է հավաքականում եւ 79 կիլոգրամում կմասնակցի Հայկ Պապիկյանը։ Այսինքն երկար տարիներից հետո առաջին անգամ ամբողջական թիմ չի գնում։ Այո։ Ինչն է պատճառը։ Ամբողջական թիմ թույլ է մարզիկները համեմատած եւ ֆինանսական խնդիրներից ելնելով էլ այսօր գումարները կարող չբավարարեցնեն, դրա համար հիմնական մասնակցում են այն մարզիկները, որոնց կարելի ասել մարզչական կազմը մեդալի հույսեր ունեն։ Համաձայն եմ այդ մտքի հետ, ինչքան էլ շատ լինի փող, միջոցներ, դրանք փոշիացնել պետք չէ եւ եթե գլխավոր մարզիչը ու ֆեդերացիայի ղեկավարության հետ քննարկելով գալիս են հայտարարի ընդհանուր, որ այս քաշային կարգում ուղակի անիմաստ է մասնակցությունը։ Միայն մասնակցություն պետք է լիներ։ Միայն մասնակցություն, դրա համար գոյություն ունեն միջազգային մրցաշարեր, փորձամրցումներ, որտեղ կարելի է ստուգել, աճեցնել ու նոր տանել պաշտոնական առաջնության, որովհետև այո, պետք է խնայել ֆինանսները, դրանք անսահման չեն։ Ինչ է կատարվում Հունարոմեականում։ Հունարոմեականի հավաքական նույնպես լավ մարտունակ կազմով է մասնակցելու, Մանվել Խաչատրյանն 55 կիլոգրամ աստարվա Եվրոպայի 3-րդ մրցանակակիր, աշխարհում 5-րդ տեղ, աշխարհարարությունում 5-րդ տեղ գրավեց, կարելի ասել երկու գոտեմարտն էլ հավասար 1-1-ով է պարտվել, փորձարու մարզիկ է, մեծ հույսեր ունենք նրա վրա, 60 կիլոգրամն է երիտասարդ մարզիկ Մանվելյան Կարապետ, որ երիտասարդների մրցանակակիր է դարձել։ Միջայց այս անգամ հաղթել է Հայաստանի առաջնությունը եւ հավաքականի մարզիչները վստահել են իրեն։ 63-ում կմասնակցի փորձարու Կարեն Ասլանյանը, Եվրոպայի երակի մրցանակակիր, անցած տարվա աշխարհարարության 3-րդ մրցանակակիր, նույնպես փորձարու շատ մարզիկա սպասելիքները կարենցել ունենք։ Գալիս է Սլավիկ Գալստյան, մեր փորձարու օլիմպիական խաղերում 5-րդ տեղ գրաված, 2-3 անգամ Եվրոպայի աշխարհի մրցանակակիր, նրանց էլ Սլավիկն էլ այսօր լավ մարզավիճակում է, վերջերս էլ Լեվ մրցաշարում միջազգային կուբացի մարզիկի հետ օլիմպիական չեմպիոնի հետ գոտեմարտեց եւ կարելի ասել շատ գրագետ հաղթանակ տարավ։ 72-ում Շանթ Խաչատրյան, Եվրոպայի եւ աշխարհի երիտասարդների մրցանակակիր, նույնպես արդեն փորձ ունի, ժամանակն է մեծահասակներում իր խոսքը ասի։ 77-ում մեր Ամոյան Մալխաս, Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն, օլիմպիական մրցանակակիր, ամեն ինչ նորմալ է, Մալխասել միանշանակ
կարելի ասել ոսկի ենք սպասում։ 82-ում գոտեմարտում է Գրիգորյան Սամվել, երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկանների մեջ մեդալ ունի։ Իսկ այնքը լավ մարզում ամեն ինչ նորմալ է, տեսնենք հույս ունենանք, որ մեդալին կարողանա մոտիկանալ։ Հնարավորություն ունի 87-ում Կարեն Խաչատրյան, միջայդ ինքը գոտեմարտում էր 82-ում, այս տարվանից քաշային կարգը փոխել 87, տեսնենք երիտասարդ մարզիկը 24։ 87-ում էլ մենք ավանդաբար լավ մարզիկներ ունեցել ենք։ Մաքսիմ Մանուկյան աշխարհի չեմպիոն, բոլորին չթվարկեմ, բայց լավ քաշ էր մեզ համար։ Բայց միջազգային արենայում էլ այդ քաշը շատ կարելի ասել ուժեղ քաշ է, ինքն էլ երիտասարդ մարզիկ է եւ մարզիչները կարելի ասել մեծ հույսեր, սպասելիքներ ունեն։ 97-ում գոտեմարտի կմասնակցի մեր Արտուր Ալեքսանյանը, գիտեք արդեն Եվրոպայի 7-ակի չեմպիոն, աշխարհի բազմակի չեմպիոն քառակի, օլիմպիական 4 մեդալ չեմպիոն, Արտուրից բոլորս սպասում ենք ամեն ինչ լավ լինի, միայն ու ոսկի։ Դա Աստված ամեն ինչ լավ լինի։ 8-րդ մեդալը կարևոր է, այո։ Ոսկի բայց։ Այո, ոսկի, չեմպիոն։ Եվ 130 կիլոգրամում կներկայացնի Դավիթ Հովասապյան, երիտասարդների աշխարհի մրցանակակիրը, բայց կարելի ասել է 2-3 տարի իր մոտ նույն աճ չկա, Եվրոպայի առաջնությունը սրանից հետո արդեն երևի իր մոտ փոփոխություններ անպայման պետք է լինեն մեծ ասակներու մեջ, արդեն մյուս մրցաշարի վատ մասից հետո մարզիչները հնարավորություն տան երիտասարդ մարզիկներին։ Պատկառելի կազմ է անկասկած 17 աշխարհի Եվրոպայի օլիմպիական խաղերի չեմպիոններ, մրցանակակիրներ, ամբողջական կազմ եւ բնականաբար հունարոմեականներն ավարտում են 13-ին եւ 14-ին են, չէ՞ գոտե 12-13 են գոտե 11, 12, 13։ Այո, հասկանալի է։ Ուսումնամարզական փուլերը ամբողջովին մինչև այժմ անցել են այս տարվա, այսինքն Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլը նորմալ անցել է։ Լրիվ անցել են հունվարի կեսերից 15-ից արդեն մեր հավաքականները բարձրացան Ծաղկաձոր, ուսումնամարզական հավաքի ընդհանուր պատրաստականությամբ, դրանից հետո նորից ունեցել ենք 3 հավաք, արդեն 3-րդ հավաքն մոտորես կվերջացնի եւ թիմերը կմեկնեն Բրատիսլավա, բոլորն էլ մասնակցել են միջազգային մրցաշարերի եւ հունարոմեականները եւ ազատ ոչայինները, կարելի ասել նորից իրենց սխալների վրա, ուժեղ ու թույլ կողմերի վրա մարզները աշխատում են, հույս ունենք որ ամեն ինչ պետք է լավ լինի։ Պարոն Բաղդասարյան, մի հետաքրքիր բան է ինձ մտահոգում, մենք Հայաստանում ունենք ընդամենը 2 մարզաբազա, որտեղ կարելի է լուրջ ուսումնամարզական հավաքներ անցնել։ Մեկը Ծաղկաձորն է, որտեղ կարելի է լավագույն դեպքում տարվա մեջ 2 հավաք անցկացնել, ավելի չի կարելի, եւ մյուսը Օլիմպիավանն է, այլընտրանք չունենք, կարող եմ ասել, եւ հասկանում ենք բոլորս էլ պրոֆեսիոնալները հասկանում են, որ մարզիկի համար ձանձրալի է միշտ նույն պայմաններում մարզվելը։ Դրա համար արտագնա հավաքները պարտադիր են։ Բայց աշխարհաքաղաքական իրադարձությունների պատճառով մեզ համար հիմա հասանելի չեն շատ մարզաբազաներ Ուկրաինայում, Ռուսաստանում, Բելարուսում, որտեղ մենք ավանդաբար անցկացնում էինք ուսումնամարզական հավաքներ եւ միաժամանակ լուծում էինք այլ երկրների ներկայացուցիչների հետ գոտեմարտելու փորձ ձեռբերելու համատեղ հավաքներ անցկացնելու խնդիրը, որտեղ դա շատ կարևոր է նույնպես։ Նույն մարդու հետ մարզվելով դու առանձնապես մեծ աճ չես ունենա։ Պիտի այլ ընտրանք ունենալ, պիտի այլ մարզիկի հետ գոտեմարտել, փորձել, ձգտել, հաղթել, որպեսզի հետո աճ ունենալ։ Սա հասկանալի է։ Այս առումով ինչպես եք լուծելու այդ խնդիրները, արդյոք արդեն փնտրում եք նոր մարզաբազաներ, որտեղ կարելի է ուսումնամարզական հավաքներ անցկացնել, ձեռք բերում եք արդյոք այլ երկրների հավաքականների հետ պայմանավորվածություններ համատեղ հավաքների անցկացման, այս առումով ինչ գործընթացներ եք իրականացնում։ Այս առումով անցած տարի 24 թվականին անցկացել ենք եւ Վրաստանում, Վրաստանի հավաքականի հետ ազատ ոչայինները համատեղ հավաք, իսկ հունարոմեական նմբիշները Վլադիկավկազում Ռուսաստանի Դաշնությունում են անցկացրել։ Հիմնականում այս 2 տեղերն ա, որտեղ եւ ճանապարհային առումով, թռիչքի առումով, ֆինանսականով ավելի կարելի ասել ձեռնատու է մոտիկ մասնակցել։ Իսկ այս տարվանից 25 թվականից էլ Իրանի հետ համագործակցություն ունենք, որ մրցաշարերից հետո, ամեն միջազգային մրցաշարից հետո 1-2 օր մեր մարզիկները մնան Իրանում եւ ստուգողական գոտեմարտեր անցկացնեն իրանցի բիշների հետ։ Այո, դա շատ կարևոր է, պարոն Բաղդասարյան, հիմա էլ մի փոքր խնդիրներից
Մասնավորապես պատանիների ու երիտասարդների Հայաստանի առաջնությունները մտահոգիչ հետևանքների են բերում, նաև մտորումների, երբ որ հասկանում ես, որ կարծես թե քանակը շատ հետզհետե նվազում է, մենք արդեն մտահոգվելու տեղ ունենք, քչացել է քանակը մասնակիցների, մարզվողների քանակը քչացել է, որտեղ եք տեսնում պատճառը, որն է ձեզ պատճառը եւ արդյոք գիտեք այդ պատճառը վերացնելու ուղիները։ Ասեմ ձեզ, ուրեմն պատանիների մեջ համատական կարգով շատ լավ, մոտ 250-ից մինչև 280 մարզիկ պատանիների մեջ, մինչև 17 տարեկան մասնակցություն կա, լավ մարզիկներ ունենք, բայց դրանից հետո արդեն որ գալիս է 18-ից 20 տարեկան երիտասարդները, այն մարզիկները մեր մինչև 18 տարեկանով, որ Եվրոպայի աշխարհի առաջություն չի գրավում մինչև 5-րդ տեղ, նրանք 18 տարեկանից հետո զորակոչվում են բանակ։ Հիմնական մեր խնդիրը դա է, որ մեր երիտասարդ մարզիկներին շանս չեն ունենում։ Եվրոպայի հետ օրինակ Հայաստանի առաջությունը պարտվել են, պատանիների Հայաստանի առաջնությունն իրենց հաղթողը գնաց Եվրոպայում մեդալ արեց, այստեղ հավասար մարզիկ են, ավտոմատ դուրս է մնում ինքը։ Այս է խնդիրը, որ երկրորդ, երրորդ շանսը չեն կարող տալ, բայց առաջներում որ կար Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը, ու տարեկետում այդպես ասեմ, որ ընդունում էին բուհեր մարզիկները, 4 տարի իրենց շանսը կարելի ասել ավելանում էր, նրանք մարզվում էին։ Բայց հիմա որ չկա, չեն մարզվում։ Եվ մեծահասակների առաջնությունում եւ երիտասարդների այսօր 70-80 մարզիկ հազիվ է հավաքվում, որը շատ քիչ է, եթե մոտ օրերս ապրիլի 18-ից մինչև 23-ը երիտասարդների առաջնություններն է, հայտարարում են 70-75 մարզիկ հայտարարված։ Դա շատ քիչ է ու կան այնտեղ եւ պատանի մարզիկներ։ Մանակայի զինծառայության այդ շրջանն է, որտեղ մարզիկները զորակոչվում են զինծառայության։ Դե հասկանալի է, որ լավ կյանքից չէ, որ այդպես է, երկիրը այլ խնդիրներ էլ է լուծում, միայն սպորտը չէ, երկրի գեր առաջնահերթությունը, բայց նաեւ խնդիրը մարզերում ենթակառուցվածքներ չունենալու մեջ է։ Դա էլ կա։ Այսօր շատ մարզերում ուղղակի կան հրաշալի երեխաներ կան, ովքեր կարող են ապագայում լուրջ սպորտսմեն դառնալ, բայց դրա հնարավորությունը չունեն։ Ֆեդերացիան այս առումով երկիրը գիտեմ, ենթակառուցվածքներ ստեղծում է, փորձում է, շինամա մեծ շինարարություն է, հուսամ մի քանի տարի հետո, եթե ոչ մարզահամալիրներ, գոնե նոր կառուցվող դպրոցների սպորտային դահլիճները լավ ենթակառուցվածք կծառայեն մարզերում սպորտով զբաղվելու համար։ Գոնե այդպես կլուծվի մասնակի, բայց կլուծվի այդ հարցը։ Ֆեդերացիան ինչ է նախատեսում, արդյոք միջազգային ֆեդերացիայի հետ որևէ ծրագիր փորձում եք իրականացնել կամ միջազգային օլիմպիական կոմիտեի հետ, գույքային ծրագիր, մասնագետների ծրագիր, մարզիչների, մրցավարների ծրագիր, ինչ է կատարվում։ Մրցավարներից, մարզիչներից ասեմ, որ մոտ օրես 2 օր առաջ ենք վերջացրել միջազգային սեմինար օլիմպիական ֆեդերացիայի ըմբշամարտի միջազգային եւ օլիմպիական կոմիտեի միջոցով միջազգային սեմինարներ անցկացրեցինք 5 օր մարզիչներին, 5 օր էլ մրցավարներին, որը մեծ կարելի ասել օգուտ տվեց եւ մրցավարներին այսօր շատ ուրախալ որ արդեն 3 երիտասարդ աղջիկներ ուզում են մրցավարություն անել, շատ ոգեշնչող է եւ մնացած մեր մարզիչներն էլ բոլորն էլ հիմնականում եկան սեմինարին, լսեցին բարձրակարգ մարզիչներին, փոփոխություն միանշանակ կլինի, դա կտա, բայց դա գիտեք ոնց տարեկան եթե կարողանանք մենք հնարավորություն ունենք 2 անգամ անցկացնել եւ տեղում Երևանում անցկացնել ունենք լավ մասնագետներ, իրենց միջոցով դա մեծ օգուտներ կտա։ Իսկ մարզադահլիճների հարցը այսօր շրջաններ ունենք, որ շատ ծանր է իրաց պայմանները, դահլիճները փոքր ունեն, ըմբշամարտ պարապեն, ըմբշամարտի գորգը 12-ը 12-ի վրա, բայց իրաց դահլիճը կոպիտ 6-ը կամ 7-8-ը 12-ի վրա է, փոքր է դա, փոքր տարիքից։ Եվ շրջաններում այսօր մեծ խնդիր է մարզիչների հարցը։ Հիմնականում շրջանայից որ եղել են մարզիկներ, եկել ընդունվել են ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ, մարզվել մնացած թե ոչ մեկ էլ հետ չի գնում։ Այս է խնդիրը, պետք է դրա մոտիվացիոն գտնենք, որ մարդիկ հետ գնան իրենց շրջաններ եւ այնտեղից զարգացնեն, սա ելնելից աշխատավարձներից մարզիչների եւ այստեղ համայնքներն էլ մեծ գործ ունեն այո, միանշանակ համայնքի ղեկավարը սիրում է սպորտ, համայնքում սպորտ կա, ղեկավարը չի սիրում սպորտ, համայնքում սպորտ չկա, սա շատ վատ երևույթ է ու ցավոք այո կան համայնքներ, որտեղ ընդհանրապես սպորտի անտարբեր են ու այդ համայնքներում որևէ շարժ չկա սպորտի։ Միանշանակ դա այդ խնդիրը կա, համայնքապետը ձեր ասած մենք ինքը կարատե սիրի,
կամ ծանրամարդ, ուրա թող ավելի լավ կամ ծանրամարդ, սիրենք բռնցքամարդ, ըմբշամարդ, կամ մարզաձևեր, որ ոչ օլիմպիական են, կարող եմ այդպես ասել, ոչ մի բան չկա, 1-2 տարի պարապում են երեխան, 6-7 տարեկան երեխային տանում են Եվրոպայի աշխարհի առաջնություններ չեմպիոն, ասում են Եվրոպայի ու աշխարհի առաջնությունն է, 7-8 տարեկանից Եվրոպա աշխարհի առաջնություն։ Եվ ասում են լավ է, դե կարատեն, գումարը վճարում են, արենդաները տալիս են, բայց որ ըմբշամարդ կարատեն ընդհանուր ենք ասում, իհարկե ավանդական կարատեի մասին չէ, դրա մասին խոսքը չի։ Մարզավոճերի մասին է, ուղղակի շտկում ենք անում։ Այո, կա այդպիսի երևույթ, բայց նույնիսկ դրան եմ համաձայն։ Թող սպորտով զբաղվեն, կան համայնքներ, որտեղ ընդհանրապես սպորտով չեն զբաղվում։ Չի հետաքրքրում իրանց, կարելի ասել այդպես, որ հիմա մենք մարզիչների ցուցակներն էլ ենք նայում, որտեղ աշխատում, ինչ աշխատում, ծրագիր ունենք նախ բոլոր մարզերը, մարզադպրոցները նայել, ինչ գույք, ինչով կարող ենք օգնել, որ զարգացնենք, այսօր դա միայն կարող եմ ասել պետության խնդիրն էլ չի, միայն պետությունը չի կարող այդքան, միայն ըմբշամարտով չես, լավ եմ հասկանում, կա ծանրամարդ, ուրիշ սպորտաձևեր, մշակույթ, արվեստ, այսօր մեր սիրելի հովանավորներն էլ պետք է աջակցեն ֆեդերացիաներին, մարզաձևին, հատուկ որպեսզի ուշադրություն դարձնենք մարտական ոգին բարձրանա։ Շնորհակալություն զրույցի համար, պարոն Բաղդադյան, մենք նոր էջ ունենք հարցեր հեռուստադիտողի կողմից հյուրին, հիմա գործընկերս կգա տաղավար եւ կխնդրենք պատասխանել ձեզ ուղղված հարցերին։ Խնդրեմ։ Մեծ հաճույքով։ Եվ այսպես, պարոն Բաղդադյան, գործընկերս Մարիամը պատրաստ է ուղղել հարցերը, խնդրեմ։ Բարև ձեզ, պարոն Բաղդադյան։ Մեր հեռուստադիտողին հետաքրքրող առաջին հարցը կապված է նախորդ տարի անցկացված զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնության հետ, ինչ ազդեցություն թողեց այդ մրցաշարը սպորտաձևի զարգացման վրա։ Կարելի ասել առաջի անգամն էր, որ մեր մարզիկները մասնակցեցին տան այդպիսի խոշոր մրցաշարի, ընդհանրապես նորմալ էր հանդիսատեսը, տեսա մեր մարզիկների ելույթներից տեղում, կարելի ասել Երևանում, ընդհանուր առմամբ ամեն ինչ նորմալ էր, լավ էր։ Հետաքրքրությունը ավելացավ։ Միանշանակ ավելանա դա։ Դա մի անգամից չէր, բայց տարիների ընթացքում կերևա դա, մի հատ էլ թարմ դեպք պատմեմ, ու թարմ չէ։ Արտուր Ալեքսանյանը, որ մարզիկ, որ ծնողները զանգում են ֆեդերացիա, հարցնում են, ուզում ենք ըմբշամարտը, որը ըմբշամարտը, ասում են չգիտենք որը, Արտուր Ալեքսանյանն է, որն է դրանից ենք ուզում։ Այո, միշտ այդպես է։ Մոտիվացիա կլինի։ Մասսայական սպորտը բերում է մեծ հաղթանակների, մեծ հաղթանակները բերում են մասսայականացման, այնպես որ ցանկացած այդպիսի մրցում իր ազդեցությունը ունենում է դրական։ Պարոն Բաղդադյան, արդյոք չեք մտածում ըմբշամարտի ձեր դպրոցը կամ ակումբը բացելու մասին։ Քո անձնական։ Հասկացա հարցը, ճիշտ ասած շատ կուզենայի, բայց դա այսօր մեծ խնդիրներ, ֆինանսները պահանջի, դեռ ոչ։ Բայց ապագայում կան նման։ Եթե հնարավորություն ունի, մեծ սիրով։ Իսկ եթե մարզիկ չլինեիք, ինչ մասնագիտություն կընտրեիք։ Շատ դժվար հարց է։ Որտեղ փոքր հասակից եղել եմ սպորտի մեջ, 10 տարեկանից մոտ արդեն 40 տարից ավելա սպորտի մեջ եմ, ուրիշ ուղղություն չեմ էլ մտածել։ Միայն սպորտ։ Իսկ եթե միշտ չլինեի, կլինեի միանշանակ ֆուտբոլ կսիրեի։ Ֆուտբոլ եմ շատ սիրում։ Այսինքն միևնույնն է սպորտում Սպորտի կլինեիք։ մեջ, միանշանակ սպորտի մեջ։ Ճանաչում եք արդյոք պատանիների հավաքականի անդամ Սուրեն Իշխանյանին եւ ինչ կասեք նրա մասին։ Սուրեն Իշխանյանը պատանիների այս տարի մի քանի առաջ վերջացած Հայաստանի առաջնությունում գրավեց 3-րդ տեղը, եթե չեմ սխալվում, երիտասարդ խոստումնալից մարզիկի 2 տարի առաջ էլ մինչև 15 տարեկանների Եվրոպայի մրցանակակիր եղել, շատ խոստումնալից աշխատեցար մարզիկա, մարզիչները մեծ հույսեր են կապում, բայց դեռ լինքը փոքր է։ 1-2 տարի հետո արդեն իդեալական կերևա նա ինչ հնարավորություն ունի մեծ սպորտում։ Եվ վերջին հարցը, որտեղ եւ ինչ միջավայրում է ձեզ համար ցանկալի անցկացնել հանգիստը։ Այդ ժամանակ, ազատ ժամանակ ուրիշ, եթե շաբաթ-կիրակի է լինում, հիմնականում տանը, եթե տանը չէ, միայն ընկերներիս հետ։ Շնորհակալ եմ շատ անկեղծ պատասխանների համար։ Ես կարող եմ այս հարցին լրացնել, որ շատ է սիրում Արայիկ Բաղդադյանը մեր անվանի ըմբիշ Ստեփան Սարգսյանի կողմից կառուցված բնության գրքում այսպես մի գողտրիկ անկյուն, որտեղ պարբերաբար ընկերների հետ հավաքվում եւ զանազան միջոցառումներ են կազմակերպում։ Շնորհակալություն, սիրելի բարեկամներ, հանրային հեռուստատեսության եթերում շաբաթվա սպորտներ, հյուրս էլ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանն էր։ Ցտեսություն եւ ամենայն բարիք ձեզ։